աղջիկը, էս անդել եմ իմ Լուսինե, էս էլ Սամվելն է։ Շենց գերշանեկան, ստես զնոցա կապել, ստեսը մատանի հատկավոր գծել։ Սամուն սիրում է շատ խաղալ, ես սիրում եմ շատ գրել, կարդալ և խաղալ։ Սա Օլիամանն է, մեր ամեն ուզածը կատարում է։ Մենք Օլիամանին շատ ենք սիրում և կսիրենք մինչև տարվա վերջ։ Շատ ենք սիրելու, մինչև ավարտվի այս օրը։ Էն օրն եկել եմ տեսել Սամոն հիվանդացած է, էնա սուս մնացել եմ, վերակացել, շիլայա կերել, հետո Օլիաման անդադեգր տալիս, որ ուտեմ լավանը։ Ոչ թե Օլիամանին սիրում ենք այն բանի համար, որը որ Օլիաման անում է, այլ իսկական ենք սիրում։ Հիմա այս պահին ես ունեմ 4 երեխա, զույգերս են, որ մեծացել են, հիմա 17 տարեկան են, 10 սերունդ գնացել են արդեն, 10 սերունդի մեջ 3-ին, որ ընտանիքից ճանապարհել եմ, 2-ը մնացել են քույր ու եղբայրը, փոքր են իրանք հիմա։ Այս 2 փոքրս, որ եկել են, 2 չկար տղա երեխան, 3 էլ աղջիկ երեխաներ։ Իրանց էլ եմ սեր տվել ջերմություն, այսօր մեծացել են, շատ լավ երեխաներ են, աղջիկը շատ լավ սովորում է, գնում է երաժշտական դպրոց, կանոնի է գնում, սիրում է երգել, վոկալի է գնում։ Տղա երեխան էլ կարծում եմ, որ կհասնի իր հաջողությանը, սիրում են շատ, գրքերը ձեռների տակ ամբողջ օրը ման են գալիս, եթե ինքը չի կարողանում փոքրը կարդալ, քույրիկը օգնում է, նամակներ է գրում, նկարում է, զբաղվում են, երգում են, ուրախ են, եռանդով լի երեխաներ են, համ շատ սիրուն են, համ շատ լավն են, շատ համով երեխաներ են։ Այս աշխատանքում ամենակարևորը սերն ու նվիրվածությունն է, հոգատարությունը, որովհետև մեր խնամքի ներքո գտնվող երեխաները հայտնված են մի իրավիճակում, որ իրանք դրա կարիք շատ ունեն, սիրո ջերմության կարիք, հավատարմության, իրենց լսելիության կարիքը, եթե չսիրեց երեխան քեզ, աշխատանքը չի ստացվի, պետք է այնպես անես, որ երեխան քեզ սիրի, անկախ ամեն ինչից, ու այդ դեպքում աշխատանքը, սա որպես աշխատանք չես կարող դիտարկել, եթե զուտ աշխատանք դիտարկես չի ստացվի, սերը, ջերմությունը, հարգանքը, երեխային պետք է հարգես, պետք է հարգես արժանապատվությունը, կապ չունի երեխանը, իր կենսաբանական ծնողներին հարգես, որպեսզի երեխան ինքը կարողանա քեզ հարգել, քեզ ընդունել։ Շատ դժվարությամբ են տարիներն անցել, ծանր ճակատագրեր, տխուր պատմություններ, եղել են ուրախ օրեր, ուրախ տրամադրություններ, հեշտ չի եղել, տարբեր սեռի, տարբեր տարիքի երեխաներ, տարբեր կենսաբանական ընտանիքների և բոլորին համախմբել մի ընտանիքում, ստեղծել ջերմ մթնոլորտ, դա մի քիչ բարդ պրոցես է։ Երեխաները մեղավոր չեն իրենց ճակատագրերի համար, ունեմ երեխա, որ պատահաբար շարադրությունը կարդացի, որտեղ ինքը գրել էր, որ սոսը ինձ տվեց մայրիկ ու մեծ ջերմ ընտանիք։ Սոսի մոդելը իրականում հենց ընտանիքի գաղափար է, մենք մեզ չենք համարում հաստատություն, իրականում մենք հաստատություն չենք, մենք ընտանիք ենք և ենթադրենք երեխան դարձել է 18 տարեկան և պետք է զորակոչվի բանակ և հենց այդ կուլտուրան, որ ընդունված է ցանկացած հայ ընտանիքում ճանապարհել զորակոչի, ճանապարհել ծառայության, գնալ, տեսնել երթման արարողության ժամանակ, և դա գիտեք են լիարժեք ջերմությունն է ապահովում երիտասարդին այդ ժամանակ, որ ինքը չէր կարող ստանալ իր ծնողներից։ 2010 թվականն էր, երբ տեղափոխվեցի մանկական գյուղ, 6 տարեկան էի ու եկա նոյեմբերին ու հենց նոյեմբերից էլ սկսեցի առաջին դասարան գնալ։ Հիշում եմ, երբ որ եկել էի, ինձ թվաց, որ ուրիշ երկիր եմ եկել, ինձ ուրիշ տեղ են բերել, որովհետև գունավոր տնակները, սիրուն ծառերը, ես երբեք այսպիսի տեսարան չէի տեսել, այսպիսի վայրում չէի եղել։ Այստեղ միանգամից հոգատարությամբ, իրենց ջերմությամբ այնպես արեցին, որ միանգամից ինտեգրվեցի այստեղի միջավայրին ու արդեն 15 տարի է
կազմակերպության խնամքի ներքո եմ։ Շատ խորհրդանշական է ինձ համար այս պահին այստեղ գտնվելը, որովհետև հետևում հենց այն տունն է, որտեղ մեծացել եմ ու 12 տարի հենց այս տանն եմ ապրել, իմ քույր եղբայրների, սոս մայրիկի, ընդհանրապես այս տարածքը ինձ համար շատ ջերմ հիշողություններ են արթնացնում, ամեն անգամ երբ հետ եմ վերադառնում քաղաքից այստեղ, ինձ թվում է, որ ժամանակն է փոխվել ու ես արդեն տեղափոխվել եմ իմ մանկության տարիները, իմ մանկությունը ամենակարևոր, եթե ոչ կարևորագույն ժամանակահատվածն է ինձ համար։ Ինքս ապրել մեծացել եմ մի շենքում, որտեղ երիտասարդական տուններ գտնվում Սոսմանկական գյուղի, այնպես որ իմ տարիքի երեխաներ էին, մենք միասին բակում շփվում էինք, խաղում էինք, ընկերություն էինք անում, այսինքն դեռևս այդ ժամանակվանից ծանոթ եմ եղել Սոսի մոդելին։ Մենք երեխաներով ճիշտ ասած չէինք հասկանում ինչ են անում այդ երեխաները այդտեղ, ինչի են այդքան շատ, հետագայում արդեն շփվելով, ծանոթանալով եւ ընկերանալով նրանց հետ ծանոթացանք եւ կազմակերպությանը եւ գործունեությանը, բայց կարող եմ ասել, որ երբեք չէինք կասկածի, չէինք մտածի, որ երեխաները ինչ որ ծառայություններից օգտվող կազմակերպությանը խնամք ստացող երեխաներ են, երբեք մեզանից չէին տարբերվում։ Երեխաները գալիս են տարբեր խնդիրներով, տարբեր տրավմաներով ու մամայի առաքելությունը նա է, որ նա վստահություն ձեռք բերի, երեխան պետք է վստահի, պետք է ապահով լինի, դրանից հետո նոր առաջանում է սերը դեպի մամա։ Ինձ թվում է մեր աշխատանքը հենց այնց չի անցնում, որտեվ երեխաները, որոնք դուրս են գալիս, արդեն իրանք իրանց ընտանիքներ ունեն, իրենք որ կապ ունեն մեր հետ, որ թորնիկները գալիս են, այդ արդեն ստացված ընտանիքը։ Տղաները, որ զանգում են, իրանք արդեն իրանց ընտանիքը ունեն, զանգում է, մեկ ասում է, արևս ոնց ես, մեկ ասում է, սիրտս ոնց ես, այդ չի մոռացվում։ 1995 թվականին 5 տարեկան էի, 4 եղբայր, 1 քույր, շփում երեխաների հետ, աշխատակիցների հետ, առհասարակ բոլորի հետ շատ ջերմ ա եղել ու այն ամենաքաղցր մանկության տարիները ես անցկացրել եմ ստեղ, որ չգիտեմ, էլի իմ համար շատ մեծ հիշողություններ ունեմ, էլի ստեղի հետ կապված։ Սոսը կյանքում նենց չի եղել, էլի ասենք իմ տարիների ընթացքում, որ տենց կարելի ասել դուրս է եկել իմ մտքից, անկեղծ ասած, բայց որ գայի ես էլ որպես հետագայում այստեղ որպես խնամակալ աշխատեի, ճիշտ ասած մի քիչ չէի պատկերացնում, շատ պատահական ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, անկեղծ ասած, որովհետև տեսեք, որ անցել եմ ես այդ մանկությունը, հա, զգացել եմ այն երեխեք են ինչ որ հիմա իրանք զգում են, իմ համար ոնց որ մի քիչ ավելի կարելի ասել, ավելի չասեմ հեշտ, բայց ավելի տենց ստացվում է էլի իրանց հետ ավելի տենց ընտանեկան ջերմ համակերպվել ու փորձում եմ ես էլ ամեն ինչ անեմ իմ կողմից, թե իմ այդ տեսած օրերը, թե ասենք առհասարակ իմ կյանքը, որ ստեղ անցկացրել եմ, իմ փորձով, իմ չգիտեմ, ապրած այդ օրերով փորձում եմ իրանց ցույց տամ, որպես ավելի ճիշտ լավ օրինակ։ Տատիկի խնամքին էինք մինչև Սոսում հայտնվել է ու երևի մեծ հասակների գիտակցման մակարդակից է, որ նախքան դա մեղչել բացատրվել մենք որտեղ ենք գնում եւ ինչ նպատակով։ Միայն լսել ենք մանկատուն անվանումը, որ իրականությանը հետագայում չհամապատասխանեց։ Բնական սկզբնական շրջանում ծանր տարանք, լարվածություն կար, սթրեսային իրավիճակ, լաց, ամեն դեպքում ոնց որ կտրվում ես քեզ հարազատ միջավայրից ու հայտնվում ես քեզ ընդհանրապես անծանոթ տեղում ու այդտեղ երևի մենք երկրորդ ընտանիքն էինք, երեխաներն էինք, գյուղը այդ ժամանակ ընդլայնված չէր երեխաներով, նոր էր բացվել։ Առաջին հերթին այդ սերն ու ջերմությունը, որ դու ստանում էր առանց ինչ-որ մի բանի, չգիտեմ, կարող էր ներալ վարքան ինչ-որ խնդիր դե բնական է, նոր ես եկել չես արմատվում, բայց դու միշտ ստանում էիր դա, բոլորից էի ստանում, բոլորը շփտում էին, շատ ջերմ էին եւ շատ ջերմ են։ Ու երևի դա էր եւ ուներ անձնական տարածք, ուներ ամեն ինչ ցանկանում էր, անգամ եթե դու չէիր գիտակցում, որ դու դրա կարիքն ունես ու դա ունենում էիր։ Երևի այդ ամեն ինչը, թե պայմանները, ամեն ինչը նպաստեց եւ մարդկային շփումները, ամեն ինչը նպաստեց, որ քեզ զգաս հարազատ միջավայրում, ջերմության մեջ։
Հայաստանում սոսը սկսեց իր գործունեությունը սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո եւ շատ հետաքրքիր է, որ առաջի միջազգային կազմակերպություններից մեկն էր, որը պաշտոնապես սկսեց աշխատել սովետական միության կարգերի օրոք եւ անմիջապես այն ժամանակվա սովետական ղեկավարության կողմից, Ռիժկովի կողմից եղավ համապատասխան որոշում, որի հիման վրա թույլատրվեց սովետական Հայաստանում բացել միջազգային կազմակերպություն եւ այդ կազմակերպությունը զբաղվի երեխաների խնամքով եւ դաստիարակությամբ կրկին մանկատներին լինելով հակակշիռ, այլընտրանք իր ընտանեկան տիպի մոդելով։ Այստեղ բոլորս հավասար ենք եղել ու այն ժամանակ ընդունված էր, չէ, ազգանուններով էին դիմում, մեր մոտ ազգանուններով երբեք չեն դիմել։ Մենք իրար անուններով էինք դիմում, երեխաները մեզ քեռիներ, տղամարդկանց, իսկ կանանց մորաքույրներ են դիմել, որպեսզի այդ ջերմությունը լինի ու իսկապես այդտեղ պետք է լինես մի տան պես։ Սա մի հատ մեծ ընտանիք է։ Եթե այդ գաղափարը դու չընդունեցիր, չհասկացար, ոչինչ չի ստացվի։ Մի ամբողջական մեծ ընտանիք է, այդ ամբողջական մեծ ընտանիքի մեջ փոքր ընտանիքներ են։ Մենք մեկս մյուսի կողքին ենք եղել միշտ։ Պատկերացրեք, ասենք 6-7 երեխա մի մամայի համար ինչքան դժվար է, չէ՞։ Բայց ադմինիստրացիայի աշխատողները միշտ իրան աջակցել են ու նաև դա էր կազմակերպությունը պահանջում, որպեսզի մենք կարողանանք մեկս մյուսին օգնելով այս դժվարին աշխատանքը առաջ տանենք։ Ու իսկապես այդպես է եղել։ Մենք տարաձայնություն երբեք չենք ունեցել ու շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու միշտ հասկացել ենք, որ մենք օրինակ ենք երեխաների համար, իրանք պետք է մեզ նայեն ու սովորեն։ Ու շատ ժամանակ մենք ավելի շատ մեզ էինք ուշադրություն դարձնում, որպեսզի սխալներ չանենք, երեխաները հանկարծ մեզնից սխալ բան չսովորեն։ Դրա համար մենք օրինակ ենք եղել իրանց համար։ Ճիշտ է, մեր համար շատ դժվար է եղել, բայց մենք փորձել ենք այդ ամեն ինչը անենք, որպեսզի եւ երեխաները իրենց լավը զգան եւ միշտ ասում ենք, չէ, պատտվենք, տեսնենք ինչ լավ աշխատանք ենք արել, դրանով մենք հպարտ զգանք մեզ։ Երբեմն ասում են էմոցիաները պետք չի, բայց ամեն դեպքում մենք զգում ենք, որ առանց էմոցիա չի կարող այս աշխատանքը իրականացվի։ Երբ որ դու անում ես դա առանց էմոցիա, դա իրական չի, դա չոր աշխատանք է, որը որ ինքը այդքան էլ կունենա իր արդյունքը, մենք կարող ենք ունենալ երեխաներ, որոնք հասարակության անդամ են, պիտանի են, բայց կարևոր բաներ, որ այսպես ասված մարդ կարող է եւ չունենանք, որտեղ մենք չենք դրել էմոցիաներ, մենք չենք դրել սեր եւ մենք չենք դրել այն ամենը, ինչ որ մարդուն սարքում է մարդ։ Որ ասեմ, ես մտածում եի դառնամ սոզմայր, չէ։ Ուղղակի այդ տներից մեկը բերել էին, եկել էր մի հատ պուճուր երեխա 2 տարեկան, այդ եղավ պատճառը, որ ես որոշեցի դառնալ սոզմայր։ Երևի մայրական բնած դառնացավ, ինքը փոքրիկ էր ու ասենք թե շատ ժամանակ իր այդ անցկացնում էին։ Այդ եղավ պատճառը։ Կենսաբանական երեխաներ չունեմ, բայց այն որ իրանք ասում են ինձ մամա, դա մեծ նշանակություն ունենա։ Ես ունեի աղջիկ, որը ես ամուսնացրել եմ, ինքը գնացել է, ապրում այմա Ռուսաստանում, ու մի օր երեկոյան զանգ եկավ, ինքը շատ թույլ ձենով ասում մամ, ռուսերեն էլի, ասում է մամա, я только мальчика родила, ասում как только, հա ասում է հենց նոր, իմ համար դա չգիտեմ այդ ինչ էր, որ ինքը նոր ծննդաբերել է, ու այդ վիճակում շատ թույլ էր, զգացի, որ թույլ է, զանգում ասում է, որ տղա է ունեցել, ընդհանուր առմամբ 27 երեխա, ես 27 երեխայի մամա եմ, 27 երեխայի մամա եմ, 10 թոռնիկների, տատիկն եմ։ Ես գտնում եմ, որ այդ հարաբերությունները կապը չպահելը կամ կտրելը անհնար է, որովհետև կազմակերպության ներսում դա մեր ընտանիքն է, մեր տունն է ու դա զգում ես դու բոլորի կողմից, անգամ անվտանգության աշխատակիցը պահակը, մեր քեռիները, որ մենք դիմում ենք այդպես, անգամ այգեգործը բոլորից դու դա զգում ես ու անհնար է երբևիցե ժպիտով չհիշել, չսիրել, կապը չպահել ու բնական է դա նաև հալիս է տվյալ անձից կամ խնամք իրականացնողից, բայց ապրելով այնտեղ երկար կապ ունենալով իրենց հետ, նաև աշխատելով կազմակերպությունում գտնում եմ, որ սոսից ուղղակի անհնար է դժգոհ հեռանալ կամ չփորձել հետադարձ կապը պահել։ Համբերությունը, սերը, հարգանքը երեխու նկատմամբ
Իհարկե, եթե կարող ես փոխել մի ճակատագիր, մեր աշխատանքը զուտ աշխատանք չի, քանի որ գործ ունես մարդու հոգու հետ։ Ինչու՞ չէ, քո մի վերաբերմունքը կարող է մի ճակատագիր կամ խեղի կամ փոխի դեպի լավը։ Եթե կարող ես լավն անել, եթե կարող ես մի երեխա երջանկացնել, ինչու՞ չի երջանկացնել։ Ինձ համար մեծ չեմ կարող բառերով դա նկարագրել այդ զգացողությունը, երբ որ ես զանգ եմ ստանում մեր երեխաներից, մեր սաներից, իրենք ինձ դիմում են Գևորգ Քերի այսպես եւ երբ որ ասում են Գևորգ Քերի, մեծ սիրով հրավիրում ենք ներկա լինելու մեր հարսանյան ծառայողությանը։ Դա ինձ համար գերագույն զգացողություն է, բառերով հնարավոր չէ նկարագրել։ Կամ ասենք երեխաները, երբ որ ունենում են կրթական հաջողություններ, շատ են կարևորում իդեպ ասեմ կրթական այդ մասը, որտեղ մեր հասարակությանը պետք են կրթված, բանիմաց երիտասարդներ, ասեմ որ ունենք երեխաներ, որ ներկա պահին կրթություն են ստանում նաև արտերկրում, ունենք երեխաներ, որ մեր պետությունում են կրթություն ստանում եւ արդեն իսկ վերջացրել են եւ աշխատում են, ունենք բժիշկներ, ունենք զինծառայողներ, ունենք սպորտի բնագավառում, արվեստի բնագավառում արդեն հաջողություններ ունեցած երիտասարդներ։ Իրականում շատ կարևոր է, երբ որ պատկերացնում ես, որ 35 տարվա ընթացքում շուրջ 834 երեխա խնամք ու դաստիարակություն են ստացել սոսի շրջանակներում եւ շատ դժվար է հիշել առանձնահատուկ մեկ կամ երկու դեպք, որը որ զգացել ենք, որ դա հեն ամեն ինչն է, ինչի համար մենք կոչված էինք աշխատել այստեղ։ Իմ պարագայում դրանք շատ են։ Բայց կարող եմ մասնավոր մի դեպք ասել, երբ որ ուղղակի դու ստանում ես քո ծննդյան օրը մի հաղորդագրություն մի երիտասարդից, ով նախկինում գտնվել է սոսի խնամքի ներքո եւ հիմա ապրում է արտերկրում, ստանում է արժանապատիվ կրթություն, շատ լավ վիճակում եւ այլ ու հաղորդագրության մեջ գրված է. Շնորհավորում եմ, Քերի ջան։ Ու շարունակում է դա մի մտքով, որ եթե դուք չլինեիք, սոսը չլիներ, ես այսօր հասած չէի լինի այս բարձունք չասեմ, բայց այս մակարդակի, որտեղ այդ երիտասարդը երևի շատ բարձունքներ պիտի հաղթահարի ու համոզված եմ կհաղթահարի, բայց դա այն ամենակարևոր զգացումն է, որը ցանկացած մեկս, որ աշխատում ենք այս ոլորտում, պիտի դա զգանք։ Առանց դա զգալու ուղղակի դու չես կարող աշխատել ու արարել այս ոլորտում որպես մարդ, ով որ պաշտպանում է ամեն օր երեխաների իրավունքները։ Նախնական շրջանում, երբ որ ուզում էի դիմել կազմակերպության որպես աշխատակից, ունեի ինչ-որ ապրումներ, որոնք դեռևս չէի հաղթահարել, ու նաև այդ պիտակավորման զգացումը կար, որ միգուցե ես այնտեղ ունենամ դժվարություններ, միգուցե հարկավոր է այնտեղից ավելի հեռանալ, բայց քանի որ այդ սերն ու ջերմությունը ես ստացել էի ու գիտեի, ոնց որ ուզում էի ես էլ դառնայի կազմակերպության մի մասնիկը ու նաև ժպիտ տարածեի, սեր ու ջերմություն փոխանցեի այլ երեխաների։ Ամեն դեպքում միևնույն է խոսցավ է պատճառում կենսաբանական ընտանիքից կտրվելը եւ աշխատելով նման ոլորտում ամբողջությամբ հաղթահարել եմ, ավելի ներդաշնակ եմ ինձ հետ, ավելի հաշտ եմ եւ ունեմ իմ անձնական ընտանիքը, ունեմ ամուսին, երեխա, որը արդեն 2 տարեկան է եւ կապը չի կտրվում, քանի որ չի կտրվում, որովհետեւ տվյալ կազմակերպության աշխատակից եմ, նաեւ չի կտրվում, որովհետեւ միշտ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ մայրիկիս հետ, ով նաեւ հանդիսանում է երեխայիս տատիկը եւ ամուսնուս զոքանչը։ Ես չեմ կարող ասեմ դա աշխատանք, դա մեր կյանքն է, մեր կյանքի բնույթն է ու մենք գտնում ենք, որ շատ կարևոր գործ ենք անում մեր երեխաների համար, ում տալիս ենք ընտանիք, ում տալիս ենք սեր, որից ինքրանք զրկված են, չունեն, չեն ստացել, նրա այդ ամեն ինչը ստանում են մեզանից։ Այդ սերը, որ մենք տալիս ենք, իրենք, ունակ ես գիտնեմ այդ աղջիկան, որ տեսնում, ասում, գիտես, ես նույն ձևին դաստիարակում եմ իմ երեխեքին, ոնց որ դու էիր մեզ, նույն ձևի, ուրեմն մեր աշխատանքը իզուր չի անցնում, մեր այդ
տարիները, որ անցկացնում ենք այդ երեխեքի հետ, իզուր չի անցնում։ Պարոն Զիքսմայերն է հիմնականում աշխատել մեզ հետ, ինքը հանդիսանալով Մյունխենի ֆոնդի տնօրեն, նաև կառուցեց Սոցմանկական գյուղ Կոտայքը ու դրանից հետո նաև Մինսկը, նաև Թբիլիսին, նաև Մոսկվան եւ այլն։ Բայց ինքը յուրահատուկ վերաբերմունք ուներ մեր նկատմամբ, շատ սիրում էր Կոտայքը, ես չգիտեմ դա ինչի հետ էր կապված, ու բոլորիս հետ անհատական աշխատում էր, բոլորիս հետ։ Ու ինձ Զիքսմայերը գիտեք ինչ ասեց, շատ հետաքրքիր, որ ամբողջ կյանքում ինձ դա օգնեց, ասեց սրտով է պետք աշխատել։ Երբ որ սրտով աշխատում ես, ամեն ինչ ստացվում է։ Ու ես ամբողջ այդ կյանքս հիշում եմ։ Այդպես էլ աշխատել եմ։ Ու չկա այդ նման բան, որ դու գծես, ասես որ այսպես պիտի լինի ու վերջ։ Դրա համար ամեն մոտեցում, ամեն երեխա ունի հատուկ մոտեցում։ Ու այդ ժամանակ էլի գալիս է սիրտը, մարդու ինտուիցիան, որով դու զգում ես, թե հաջորդ քայլդ ինչ պիտի լինի, որ երեխային օգնես։ Մի հետաքրքիր բան եմ ուզում հիշեմ, դες էլ դա երբեք չեմ մոռանա, որ աշխատում էինք, Զիքսմայերը ինձ ասեց չվախենաս ոչ մի բանից։ Միշտ առաջ ու ես քո կողքին եմ։ Կարծում եմ, որ այդ ամեն մարդու համար դա կարևոր է։ Իմ համար որ շատ կարևոր էր։ Երբ նոր էի եկել մանկական գյուղ, 2010 թվականն էր և գյուղը նշում էր իր 20-ամյակը, 2015 թվականին նշեցինք 25-ամյակը, հիմա արդեն երբ վերադարձել եմ այստեղ, գյուղը նշում է 35-ամյակը ու ես զարմանում եմ, որ մի ամբողջ կյանք այստեղ եմ անցկացրել, բայց այդ տարիների ընթացքում ձևավորվել է իմ անձը, ձևավորվել եմ այնպիսին, ինչպիսին հիմա կամ, շատ ուժեղ, շատ նպատակասլաց, ինձ միշտ գյուղում սոսմայրիկս ասել է, որ ես նաև շատ աշխատասեր եմ, ու այդ աշխատասիրության շնորհիվ է, որ հիմա կարողանում եմ նպատակներ գծել ու հասնել այդ նպատակներին։ Իրականում ոչ միայն մենք փոխել ենք մտածողություն համայնքներում, որտեղ մենք գործում ենք կամ շատ ժամանակ համապագորգորթող չհնչի, բայց նաև Հայաստանում ենք որոշակի մտածողություն փոխել, մենք ինքներս ենք մեր մտածողությունը փոխել։ Սոց Հայաստանը դա այն նույն Սոց Հայաստանը չէ իրականում, ինչ 35 տարի առաջ սկսում էր իր գործունեությունը։ Եվ այդ տարիների ընթացքում շատ կարևոր է քաղված դասերի հիման վրա եւ կատարած որոշակի սխալների հիման վրա կառուցել ապագան։ Եվ մեր կազմակերպությունը հենց այդպես այդ ուղղությամբ շարունակում է աշխատել եւ ինքը անընդհատ զարգացող կազմակերպություն է, որը որ ամենակարևորը քայլում է երեխաների պաշտպանության ոլորտի ժամանակի մարտահրավերներին համահունչ։ Եվ շատ կարևոր մի բան, դա ամեն ինչ արվում է մեր երկրի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությանը համահունչ։ Անպայման յուրաքանչյուր մարդ անգամ շատ ծանր վիճակում ունի իր ուժեղ կողմերը, որը որ մենք պարտադիր պետք է բացահայտենք, որ կարողանանք այդ ուժեղ կողմերը ավելի ամրապնդել ու որի վրա կարող ենք կառուցել հետագա մեր աշխատանքը։ Ամենակարևորը իհարկե երեխայի լավագույն շահն է, երեխայի լավագույն շահից պետք է տեսնենք, որ ընտանիքը, եթե ընտանիքում հնարավորություն կա, ռեսուրս կա երեխային վերադարձնելու, անպայման մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Եվ մեր ընտանիքների ամրապնդման ծրագրերը թույլ տվեցին, որ մենք կարողանանք նաև այս ոլորտում աշխատել եւ երեխաների վերամիավորումը ապահովել, սահուն վերամիավորումը հաստատությունից ընտանիք, ուժեղացնել ընտանիքը, ամրապնդել այնքան, որպեսզի հնարավոր լինի երեխայի սահուն վերադարձը կենսաբանական ընտանիք։ Բնական է, որ շատ կարևոր է, որ երեխան մեծանա կենսաբանական ընտանիքում, բայց նաև լինելով տվյալ ոլորտի աշխատակից, երեխայի լավագույն շահից ելնելով հաճախ է լինում, որ հատկավոր է այլընտրանքային խնամք, հասարակության մեջ այն թյուր կարծիքը, որ դա մանկատուն է, շատ թյուր կարծիք է, որ իրականությանը առհասարակ չի համապատասխանում։ Ես գտնում եմ, որ եթե երեխան պիտի մեծանա ոչ լիարժեք ընտանիքներում, ենթարկվի բռնության տարբեր տեսակների, ավելի արդյունավետ ու ավելի նախընտրել
սրտելի է, որ մեծանա սոսում, որ չհայտնվի մեկ այլ հաստատություններում, որտեղ որ չկա այդ ընտանիքի մոդելը, սիրելու եւ ամբողջ ոնց որ ջերմությամբ նվիրվելու առանձնահատկությունը երևի հիմնականում համապատասխանում է մեր կազմակերպությանը։ Ես դա չեմ խոսում որպես աշխատակից, այլ խոսում եմ մարդ, ով ապրել է այդ ջերմությունն ու սերը ու ով չի չարացել կյանքի դժվարությունների հանդեպ ու կարողանում է նույն եղանդով փոխանցել թե իր ընտանիքին, թե դիմացիններին։ Ես կցանկանամ նաև խոսեմ խնամք իրականացնողների եւ մեր անձնակազմի թե նվիրվածության, թե աշխատանքի ծանրաբեռնվածության մասին, որովհետեւ իրականում մարդիկ անում են ֆանտաստիկ աշխատանք։ Իհարկե, իրենց թերություններով, առավելություններով, խնդիրներով, խնդիրներով, առօրյա միկրոմակարդակում եղած խնդիրներով, բայց ընդհանուր վերցրած բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են սոսում, իրենք յուրահատուկ անձնավորություններ են։ Ամեն մեկը վերցրած անհատականություն է եւ փորձում են անել իրենց կողմից լավագույնը, որպեսզի այս կառույցը աճի, մեծանա, ոչ թե այն առումով, որ ավելի շատ երեխաներ ներգրավենք մեր խնամքի կամ ծառայությունները, մենք շատ բոլորս ուրախ կլինենք, երբ որ որևէ մի երեխա չունենա մեր կարիքը առհասարակ մեր երկրում, բայց ցավոք սրտի պետք է ճիշտ նայենք կյանքին եւ պատկերացնենք, որ այսպես թե այնպես կյանքում լինելու են միշտ երեխաներ, ովքեր լքված են լինելու ծնողների կողմից, լինելու են ընտանիքներ, ովքեր ինչ-ինչ պայմաններից դժվարին իրավիճակում են հայտնվելու եւ պետք է լինելու իրենց ձեռք մեկնել եւ այս մարդիկ, ովքեր հավաքված են թե խնամքի մասով, թե սոցիալական աշխատանքի, թե ուղղակի օֆիսային աշխատանքով զբաղված, ուղղակի տպագրությամբ են զբաղված կամ թարգմանությամբ, բայց իրենց կատարած յուրաքանչյուրի աշխատանքը շատ մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր երեխայի ապագայի վրա եւ ճակատագրի վրա։ Ես ցանկանում եմ նաեւ խորին շնորհակալությունս հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են առաջի օրվանից, շատերը հիմա թոշակի են, շատերը հիմա տարբեր այլ ոլորտներում են աշխատում, ցավոք սրտի ունենք գործընկերներ, ովքեր այլևս ողջ չեն, բայց ես ցանկանում եմ բոլորից շնորհակալություն հայտնել իրենց կատարած մեծ աշխատանքի համար, որովհետև իրենց կատարած աշխատանքը ցանկացած մակարդակում տվել է, տալիս է եւ շարունակելու է տալ իր արդյունքները եւ դա քննարկման ենթակա չի։ Եվ ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել այն մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր այս տարիների ընթացքում մինչ այսօր փորձում են աջակցել SOS Հայաստանին տարբեր ծրագրերի կյանքի կոչման հետ կապված։ Դա կարող է լինել ֆինանսական մեծ կամ փոքր ներդրում, բայց այն մարդիկ, ովքեր որ այդ ներդրումը կատարում են հասկանալով, որ դրա կարիքը իրականում զգում են այն երեխաները, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, կարող են զարգացնել այդ երեխաների շատ հմտություններ, տան գիտելիք, արժանապատիվ կրթություն ստանալ, ես ցանկանում եմ այդ բոլոր մարդկանց առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել իրենց ներդրման համար։ Առանց ձեզ հնարավոր չէր 35 տարի այս ամեն ինչը կյանքի կոչել եւ շարունակել։ Երբ լրանում է սոսմոր աշխատանքի 10 տարին, պարգևատրվում են մատանիներով։ Մատանիների հանձնման արարողությունը կատարում է պարտադիր SOS միջազգային կազմակերպության նախագահը։ Եվ հուզիչ պահեր, եւ շատ հաճելի պահեր, երբ որ գնահատվել է դա իմ քրտնաջան աշխատանքի կարծում եմ նվերներ, այն սերը, այն հոգատարությունը, որ տվել ենք երեխաներին, դա անարդյունք չի մնացել։ Եվ դրանից ավելի շատ ես եւ պարտավորություն եմ զգացել, որ ավելի լավը լինեմ, ավելի սեր ու հոգատար լինեմ, նաեւ հպարտացել եմ, որ ես դա ստացել եմ ու կրում եմ։ Այո։ Երբ որ էկրանին հայտնվեց իմ նկարը, որ պետք է ես արդեն մոտենամ, չեմ կարող
նկարագրեմ իմ զգացողությունները, ուրախություն, հուզմունք, պատասխանատվություն, մոտիվացիա, չգիտեմ, մի զգացողությունների տեղատարափ էր, որ իմ մեջ շարունակվում էր, այս մատանին ինձ համար խորհրդանիշ է, մատանին ես ավելի պարտավորված եմ զգում, ուրախ եմ եւ հպարտությամբ եմ կրում մատանին, ուրախ եմ եւ հպարտ, որ իմ աշխատանքը այնքան թափանցիկ ա եղել, որ գնահատվել է ամենաբարձր մակարդակներով, հպարտությամբ կրում եմ մատանին, որ ինձ ավելի է պարտավորեցնում իմ աշխատանքում, որպեսզի մոտիվացիա է, սոս մամաների համար մոտիվացիա է, չգիտեմ, ինձ համար հպարտություն է։